Այս մասով ես ուզում եմ մի անդրադարձ անեմ նաև նախկին հոգևորական Արման Սարոյանին, որը վերջի շրջանում կարծես կամ վերջի չենց ամենասկզբից, կարծես թե այսպես շահագրգիռ անձն է, քննչական կոմիտեից հետո երևի ամենաշահագրգիռ անձը ինքն էր։ Առաջին հերթին ինձ համար նախ քննչական կոմիտեի մասով անհասկանալի թե կամ գուցե հասկանալի է, ինչի են շահագրգռված իրենք մի ուղղությամբ այդ վարույթը իրականացնելու, հա։ Մենք ասում ենք, բերում ենք տվյալներ փորձաքննության եզրակացություն, որ այսպիսին է տեսագրություն, կեղծված է տեսագրությունը, փոխարեն այդ ուղղությամբ իրականացնեն քննություն, պարզեն թե ով է իրականացրել այդ կեղծիքը, իրանք կարծես անձնական շահագրգռվածություն ունենալով ամեն անգամ առիթ օգտագործում են այն կեղծ թեզը պնդելու, թե դա արդեն հաստատված է, որ դա Արշակ Սրբազանն է։ Հենց այս պահից հաստատվեց, որ տեսագրությունները գոյություն չունեն, հետևաբար տեսագրություններում պատկերված անձը նախ ինքը գոյություն չունի իրականության մեջ, եւ այդ անձն էլ բնականաբար որևէ առնչություն չունի Արշակ Սրբազանի հետ։ Նախին Գևորգ Սրբազանի մասով կարծես թե ամենաշահագրգիռ անձանցից մեկը ինքը լինի, որ առիթը բաց չի թողնում ամենատարբեր հարցազրույցներում անդադար պնդումներ անելու, թե դա հաստատված փաստ է, թե դա եղած փաստ է, կարծես չգիտեմ, կամ նկարանում նա ինքը իրականացրել, կամ դրա մոնտաժը։ Երկուսից մեկը գոնե պիտի իրականացրել, որ նման պնդում աներ։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հուղում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կա, հեռախոսային խոսակցություն։ Այս հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել եւ ես վստահեցնում եմ որպես փաստաբան, որ ամենատարբեր գործերով նման փորձաքննությունների մասնակից եմ եղել, բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի այդ ձայնը, որ հնչում է իրեն իր ձայնն է թե ոչ։ Հետևաբար կալանքում գտնվող անձի հետևից բամբասելու փոխարեն եւ այդ առիթը օգտագործելով, որ անձը գտնվում է կալանքում, ճիշտ կլինի ինքն էլ մի ուժ գտնի իր մեջ եւ իր կողմից այդ ձայնագրությունը ուղարկի փորձաքննության, որպեսզի տեսնենք այդ ձայնագրության հետ ինքը առնչություն ունի թե չունի։ Ես ուզում եմ կարճ նաև անդրադառնամ հայտնի այդ բարենորոգման, թե բարեկարգման հանձնաժողովին։ Ինչպես հիշում եք, որի անդամ է նաև նախկին հոգևորական Արմանը Սարոյան։ Ինչպես հիշում եք, այդ հանձնաժողովի ստեղծման հիմքերից մեկը այն էր, որ եկեղեցում մասնավորապես Արշակ Սրբազանի շուրջ տեղի է ունեցել մի բարոյականության հետ առնչություն չունեցող իրադարձություն, որի վերաբերյալ վեհապարը համապատասխան արձագանք չի տալիս եւ դրա նպատակով իրենք այսպես միացան այդ կոչին եւ ստեղծեցին այդ հանձնաժողովը, որպեսզի բարեկարգեն եւ այլն եւ այլն։ Հիմա հաստատվեց, որ այդ տեսագրությունները կեղծված են եւ գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականության մեջ, ինչպես առաջին րոպեից պնդում էր Արշակ Սրբազանը։ Հետևաբար իմ մոտ այսպես հարց է առաջանում. այդ հանձնաժողովի գոյության իմաստը այլևս ո՞րն է, եթե այն ինչի շուրջ հավաքվել էին, դա հաստատվեց միջազգային փորձագետներով, հաստատվեց, որ դրանք իրականության հետ առնչություն չունեն։ Այս առումով երևի թե իրենք մտածեն պիտի մի քիչ, արդյոք այդ արհեստական հանձնաժողովների իմաստը կա թե չկա։ Բավական, բայց Սարոյանը ասել էր, որ բեմբիայից իրենք իրականան։ Դե Սարոյանը ինչ ուզի կասի, Սարոյանը ազատ քաղաքացի է, հոգևորական էլ չի, որ այլևս ասեմ ամոթ, որ լինելով հոգևորական ստում է, ազատ քաղաքացի է, որոշակի կողմնորոշումներ ունեցող քաղաքական, ինչ ուզի կասի, ունեն թող ցույց տան։ Բա ուրա, բայց այսքան ժամանակ ինչի չկա։ Նույնիսկ Հայաստանում չեն իրականացրել փորձաքննություն այս հարցերով։ Բա ուր այդ փորձաքննությունը։ Ոչ մեկ չգիտի։ Հա, ես ուղղակի մի հատ իմ մոտ նշումներ ունեմ, էլի տեսնեմ հաջորդիվ ինչ եմ ուզում ասեմ։ Հա, այս մասով ժողովուրդ, որ խոսեցինք այդ բարեկարգման, թե բարենորոգման հանձնաժողովի, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհապարին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսագրություններին։ Ես
Եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց շատ մանրամասներով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդպես փորձաքննությանը, որը որ քննչականներ իրականացրել, հետեւյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությամբ։ Իդեպ դա ինձ ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետև ի սկզբանե ներկայացնողին, այդ նույն նախկին Գեորգ Սրբազանին, Արման Սարոյանին ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անեմ, իմ նշած փորձաքննությունները իմ կողմից առանձին գրությամբ ուղարկվելու է նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին, ինչու, որպեսզի նրանք ունենան իրականությունը, ունենան իրական փորձաքննությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն փաստորեն մի քանի հոգևորականների եպիսկոպոսների միջոցով այդ իրենց կողմից կատարված եզրակացությունը փորձել էր Մայրաթոր ուղարկել։ Ուղղակի ուզում եմ իմանալ, որ նաև դա ուղարկելու եմ ես վեհապարին եւ Մայրաթորին ընդհանրապես բոլորի ծանոթացման համար։